Ես մարդ եմ, ես իմ երկրի քաղաքացին եմ, իմ երկրի պատրիոտն եմ, ես Աստծո արարած եմ, ես հայ առաքելական եկեղեցու զավակ եմ և ես բժիշկ եմ։ Այդ բոլորը իրար հետ համընդհանուր մի մարմնի մեջ է և մի հոգու, կամ մաթեմատիկոս և կամ հոգևոր սպասարկող, հոգևորական։ Ես ուզում էի դառնալ մաթեմատիկոս և երբ որ 9-րդ դասարանում հորս ասեցի, որ ուզում եմ գնալ Մոսկվա և ընդունվել Բաումանի անվան ՄՎՏ-ու, Մոսկովское высшее техническое училище, ժամանակ դա ուսումնարան էր, անգամ ինստիտուտ չէր կամ համալսարան չէր, բայց դրա դիպլոմը շատ ավելի բարձր էր գնահատվում, քան համալսարանական դիպլոմը։ Ասեց, դու որ գնաս Մոսկվա, ես էլ տղա չեմ ունենա, այդ հորձանուտը Մոսկվայի, այդ ամեն ինչը քեզ կտանի։ Ու հայրս մարգարեորեն ճիշտ էր։ Ինքը ինձ ուղղակի կարելի ասել իմպերատիվ թույլ չտվեց, որ ես գնամ Մոսկվա։ Ասեց, դե այդքան տղա ես, այդքան գիտելիք ունես, այդքան լավն ես, ընդունվի բժշկական համալսարան, ինստիտուտ էր այդ ժամանակ ընդունվի, Երևանի պետական էլ չէ, Երևանի բժշկական ինստիտուտ, ԵրԲԻ։ Ինչու բժշկական ինստիտուտ, որտեղ ամենամեծ կոնկուրսը ընդեղ էր։ Այդքան ուժեղ ես, գնա հաղթահար այդ կոնկուրսը, ապացուցի ուժեղների մեջ ապացուցի, որ դու ուժեղ ես։ Ես գնացի։ Հորիցս անսահման երախտապարտ եմ, որովհետև ինքը իմ կյանքի ընդհանրապես իմ առաջի ուսուցիչն է եղել, հայր լինելուց բացի եղել է առաջի ուսուցիչը և ամեն ինչ արել է, որ ես լավ գիտելիք ստանամ։ Լավ, տեսեք մոտեցեք։ Սա այդ են բարդ բաններ, դժվար էր գալիս սա։ Հիշեցի բաններ բարձացել է վերև։ Չենք աշխատացրել, մի ամիս գրկեր նստել։ Բոլորովին չենք աշխատացրել։ Դե ես աշխատացնում եմ, երբ ենք վիրահատել։ Ես միշտ ինտերվյուների ժամանակ կողմ եմ եղել, որ ամեն ինչ բաց լինի, ցանկացած հարց ինչ որ կա, կարող եք տալ, ամեն ինչի վերաբերյալ, ամեն ինչի մասին։ Կգտնեմ հարմար, որ պետք է պատասխանել, կպատասխանեմ, չեմ գտնի հարմար, կասեմ ներողություն, ես այդ հարցին հարմար չեմ գտնում պատասխանելու։ Դրա համար միշտ այդ դեպքերում դիրքը պասիվ դիրք է եղել, միշտ ինտերվյուերը ինքն է առաջնորդող եղել, բայց ինչ հարց կցանկանայի, որ ինձ տային, սերունդների շարունակականության մասին, որ դու ինչ որ ժառանգել ես քո ծնողներից, պետք է ավելացնես և հանձնես քո հաջորդ սերունդներին, ինչը որ արդեն ապահովելու է էվոլյուցիան և զարգացումը։ Երևի դրա մասին կարելի էր որոշակիորեն խոսել, որովհետև
կյանքը դրանով է պայմանավորված ամենամեծ նպատակը նախանպատակը ընդհանրապես դա ռեպրոդուկցիան է, դա սերունդի շարունակությունն է, սերունդների շարունակությունն է, դա որ դու պետք է ստեղծես քո նմանին քեզնից լավը, դա բնության օրենքն է, հիմնական օրենքն է, առաջին օրենքն է բնության, այն ինչ որ չի վերարտադրվում, մահանում է, ամենահաճելին լսել եմ իմ բարեկամներից մեկից, որը որ այսպես ասած միջին խավի ներկայացուցիչ էր եւ այս մալացիայի շուկայում կետ ուներ վաճառք էր անում, ինչ որ բան էր վաճառում, իմ բարեկամներից էր, ունդեղ երկու հոգի իրար հետ վիճում են, մեկը մյուսին ասում է կտամ ինձ ջարդը խուրդ կանեմ, որ չարչանը չի կարողանա հավաքել, անգամ չարչանը չի կարողանա հավաքել, դրա մեջ զավեշտ կա, բայց բնականաբար հաճելի էր, իսկ ամենաանհեթեթ բան, որ ինձ մի պահ ասում էին, դու մասնագիտության մաֆիոզին ես, ինչից ելնելով, ոնց ելնելով, դա մի 15-20 տարի առաջ էր, ընդհանրապես այդ մարդիկ հասկանում էին այդ մաֆիոզի հասկացությունը, թե չէ, որ ասեց, գիտենք, որ դու ես մասնագիտության մաֆիոզին ես, ասեց, չէ, գիտեք, ես աշխատանքից հետո տուն եմ գնում, գիտեք, ես փորձում եմ այդ մասին չմտածել, ես այդ նույն հարցն է, որ ես ինքս ինձ շատ տալիս եմ, իսկ եթե կյանքդ սկսեիր նորից, ինչը կփոխեիր, ամեն ժամանակահատված, ամեն ժամանակային տիրույթ ունի իր պահանջները, իր նորմատիվները, իր դրվածքը, իր ընկալումը, ես ոչինչ իմ կյանքում չէի փոխի։ Բոլոր նրանց, ովքեր որ ցանկանում են դառնալ բժիշկներ։ Նախ ես շնորհակալ եմ իրենց, որ իրանք ընտրել են այդ մասնագիտությունը, երախտագիտությունս, եւ իրենք պետք է գիտակցեն, որ դա սարսափելի ծանր, հոգեբանորեն ծանր մասնագիտություն է, որ իրենք շատ լուրջ փորձությունների միջով են անցնելու, շատ լուրջ ստորջրյա խութեր կան, որ պետք է հաղթահարել, որ իրենք պետք է ամբողջովին 100%-ով, 120%-ով իրենց կարողությունների տրվեն մասնագիտությանը, որ իրենք պատրաստ լինեն, որ կարող են լինել նաև ոչ բարեհաջող ավարտներ, լինում է, բոլորի մոտ լինում է, եւ դրանից չհուսահատվեն, եւ որպեսզի այսպիսի հասկացություն կա մասնագիտական այրման համախտանիշ, որ չայրվեն մասնագիտության մեջ, կարողանան իրենց զսպել, կարողանան իրենց տեսնել կողքից, նայեն կողքից եւ տեսնեն իրենց եւ ամենակարևոր բաներից մեկը, որ իրենց հարազատներին եւ ընտանիքի անդամներին դրանով հանդերձ շատ մեծ ժամանակ տրամադրեն եւ ուշադրություն։ Ավել բան չկա, հասարակ է։ Բոլոր լուծումները շատ պարզ են եւ շատ հասարակ։ Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ, որովհետեւ ունեմ հրաշալի գենետիկա, ունեմ հրաշալի ընտանեկան դաստիարակություն, ունեմ հրաշալի կրթություն, ունեմ հրաշալի աշխատանք, ունեմ հրաշալի ընտանիք, ունեմ հրաշալի ընկերներ։ Դրանից ավելի մեծ հարստություն չկա աշխարհում։ Դու կարող ես ունենալ
1 տրիլիոն եվրո, դոլար կամ չգիտեմ գումար կամ ինչ արժեքներ, բայց այն արժեքները ինչ որ ես ունեմ, կարող է չունենաս։ 1992 թվականներ ես այն ժամանակ աշխատում էի Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում, այդ ժամանակ այդպես էր կոչվում։ Հերթապահի գիշեր ժամը 1-2 կողմերը ծանր ավտովթար բերեցին, պետք էր շտապ վիրահատել։ Վիրահատեցի, ավարտեցի, արդեն պետք էր մաշկը կարել, լույսերը տարան, անջատվեցին լույսերը։ Ստիպված կանչեցինք մի քանի բուժքույրեր և մի քանի մանրապետեր, մոմեր գտանք, այդ մոմերը վառեցինք, մոմերով իրանք լուսավորեցին, ժամանակ երկրորդ գիծ դեռ չկար, դեռ այդքան սովոր չէինք դրանց։ Մոմերով կանգնեցին իրանք, լուսավորեցին ինչքանով հնարավոր էր, ես ավարտեցի վիրահատությունը, մաշկը կարեցի, վերջացրեցի։ Անեստեզիոլոգին ասում եմ, հիմա կարող ես արթնացնել, ասես չէ, մինչև լույսերը չտան չեմ արթնացնի։ Ասում եմ, ինչի, ասում եմ, լսի, ասում եմ, այս տղան 35 տարեկան տղա էր, անունազգանումն էլ հիշում եմ, Վարդանյան Ռուբեն։ Ասեց, այս տղան շատ մահանալուց էր վախենում։ Խոսում էր, ասում էր, ես չեմ մահանա, չէ, ինձ ոչինչ չի լինի, չէ, ասում եմ։ Հա, հետո, ասում եմ, դե պատկերացնում ես, հիմա այսօր են արթնացնեմ, ինքը տեսնի մութ տարածության մեջ արթնանա, սպիտակ հագուստներով մոմերը ձեռքին հրեշտակները կանգնած են։ Ինչ կմտածի։ Ինչպես ես կնկարագրեի ներկայիս հիվանդներին, ինչպես Պարուս Սևակը նկարագրել էր իր սերերին։ Ասում էր, իմ սերերը իրար և շատ նման են և շատ տարբեր միմյանցից, իրարից։ Ամեն որակի, ամեն կրթական մակարդակի, ամեն խավի, ամեն քաղաքական ուղղության, ամեն մաշկի գույնի, ամեն դավանանքի հիվանդներ կան, բոլորը հիվանդանում են և բոլորը գալիս են բժշկի մոտ։ Բնականաբար շատ ավելի հաճելի է աշխատել հիվանդների հետ, ում դու ինչ-որ բան ասում ես, ինքը ընկալում է, ինքը որոշակիորեն տեղեկացված է, ընդ որում մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը արդեն տեղեկացված են իրենց հիվանդությունից, արդեն կարդացել են այդ ինտերնետներում, դասագիրք չեն կարդում, դրա մասին մի բան էլ ասեմ, էլի կատակ, բժշկի մասին 19-րդ դար, տարավերջ, Լոնդոն, կինոմատնում է բժշկի մոտ, ասում է, բժիշկ ճիշտ է, որ ամեն ինչ բժշկության մասին գրված է էնցիկլոպեդիաներում, բժիշկն ասում է, այո, տիկին, ճիշտ է, բժիշկ է դեպքում, ինչի եք պետք դուք, մենք կարող ենք կարդալ և զբաղվել ինքնաբուժությամբ։ Տիկին, կարող եք, բայց դուք կարող եք մահանալ տպագրական վրիպակից։ Ինչ որտեղ զրոն ավել է գրված, ստորակետը մի ուրիշ տեղ է դրված և այլն, հիմա մարդիկ գալիս են պատրաստված, ես արդեն սովորել եմ հունից դուրս չգալ, իմ են տարիք ու իմ փորձառությունը չի, որ հունից դուրս կամ ինչ-որ բան ասեմ։ Ուղղակի կան իրավիճակներ, որոնք որ ինձ համար ընդունելի չեն։ Իսկ ընդունելի չէ մարտնչող տգիտությունը։ Երբ որ ինքը ինչ-որ ֆիքս իդեայով գալիս է, դու իրան բացատրում ես, որ դա այդպես չէ, ուրիշ կերպ պետք է կառուցել իր բուժումը, ինքը սկսում է ասել, որ չէ, ես այսպես եմ կարդացել, չէ, ես այսպես գիտեմ, չէ, ես այնպես գիտեմ, խնդրեմ, հարգելիս, կարող եք գնալ և իրագործել այն ինչ որ դուք գիտեք։ Բայց մի շաբաթ հետո, 10 օր հետո կգաք բարդությամբ ավելի վատ իրավիճակում, դուք ազատ եք ձեր ընտրության մեջ։ Բայց դա քիչ է լինում, շատ հաճախ չի հանդիպում։ Բայց դրանից բացի նաև կան մարդիկ, ովքեր որ բավականաչափ գրագետ են, տեղեկացված են,
քեզ վստահում են, հավատում են եւ մենք միասին իրար հետ կառուցում ենք այդ մարդկանց բուժման ծրագիրը։ Դա արդեն լրիվ ուրիշ է։ Հիվանդները նորից եմ կրկնում, շատ բազմազան են, բայց պարտադիր պայման ամենայն դեպս բուժման, որպեսզի հիվանդը հավատա բժշկին, որպեսզի հիվանդը օգնի բժշկին, որպեսզի բժշկը իրեն բժշկի, բուժի։ Եթե հիվանդը չհավատաց բժշկին, եթե հիվանդը չօգնեց բժշկին, իմացեք, դա դանայան տակառ է։ Սիզիֆով տրուդ, այսպես ասած։ Դրա համար դա շատ կարևոր է եւ մի քանի դիտարկում եւս վերջի ժամանակահատվածում ինչ որտեղ բժշկի ընկալումը, բժշկի հեղինակության անկում եմ ես ինքս տեսնում։ Եթե 30 տարի առաջ այդ նույն բժիշկները, նույն շրջաններում աշխատող բժիշկները շատ ավելի հարգալից վերաբերմունքի էին արժանանում, հիմա դա այդ չափով չկա։ Եթե 30 տարի առաջ, 20 տարի առաջ, անգամ 10 տարի առաջ կային հարցեր եւ կային ձևակերպումներ ու դիմումի ձևեր, որ երբեք բժշկին նկատմամբ թույլ չէին տա, հիմա դա արդեն կա, թույլ տալիս են դա։ Նորից սա մեր կյանքն է, մեր զարգացման ուղղությունն է։ Մենք պետք է կարողանանք մեզ ինքներս պաշտպանել, մենք պետք է կարողանանք եւ իրավական եւ մասնագիտական եւ ֆինանսական եւ սոցիալական եւ միևնույն ժամանակ մեծա պաշտպանությունը մեր նկատմամբ ինքներս պետք է կարողանանք պահել եւ մեր ձեռքը լինի։ Դա էլ են հաջորդ նախորդ հարցից, որ ինչ պետք է արվեր նաեւ նախարարության կողմից։ Դու քո ժամանակի տնօրենը չես, դու չես տնօրենում քո ժամանակը։ Դու քո կյանքի կառավարիչը չես։ Այդ ամեն ինչը որոշակի կախվածություն է բերում։ Այս աշխատանքը որոշակի կախվածություն է բերում, իսկ բնականաբար մտքերով միշտ հիվանդանոցում, մտքերով միշտ տանը, մտքերով միշտ երեխաներիս հետ պետք է կարողանաս քո մեջ այդ ամեն ինչը միավորել։ Եթե չես կարողանում միավորել, դու կորցնում ես։ Դժվար է բնականաբար, շատ դժվար է, որում ասեմ առավել է, շատ ավելի դժվար է իմ ընտանիքի անդամների, իմ հարազատների, իմ մոտիկների համար, քան ինձ համար։ Նոր մի շատ հետաքրքիր օրինակ հիշեցի, որ ասեցիք։ Ուրեմն մեր ընկերներն էին նահանգներից եկել եւ երեխային պետք է կնքեին, ինձ խնդրել էին կնքահայր լինել, ես ուղղակի ասեցի, գիտես, սարսափելի ծանրաբեռնվածություն է, հաճույքով մեծ պատիվ է մեզ համար, կնոջս հետ միասին մենք քննարկեցինք, ընդունել թե չընդունել առաջարկը, սակայն եթե դուք հնարավորություն ունեք կամ ցանկություն ունեք եւս մեկ այլի, խնդրում ենք, որտեվ իմ զբաղվածությունը շատ մեծ է լինելու։ Ու հենց այդ նույն օրը գնացինք եկեղեցի, մենք բնականաբար մասնակցում ենք, իրանք հարգեցին մեր խնդրանքը, ընտրեցին մեր մյուս ընկերոջը, գնացինք եկեղեցից վերադառնում ենք, որ պետք է մտնեինք այդ հանդիսությունների սրահ, Բելաջոյում էին անելու։ Ոտքս առաջի աստիճանի վրա դրեցի, զանգ եկավ հեռախոսով։ Մեր շատ լավ մարդկանցից բարձրաստիճան
այն ժամանակ նախարարներից մեկի տղան ավտովթարի էր ենթարկվել, ոտքը կոտրել էր, մարդը շատ լարված վիճակով զգում եմ արդեն, ես անգից ասեց, սենց բան ա եղել, ինչով կարող ես օգնել, ասես, սպասեք, գալիս եմ։ Ես եմ դա ընտրել, ես եմ դա ընդունել, այդ կրոնը ընդունել, այդ խաչը համբուրել, եւ ես մինչև վերջ պետքա տանեմ դա։ Դու պետքա գիտակցես, որ եթե դու մասնագետ ես, դու չպետքա տրվես այդ հույզերին մասնագիտությանդ մեջ։ Դու պետքա միշտ կարողանաս գիտակցես, որ ուղեղդ միշտ պետք է լինի սառը, դատողությունդ միշտ պետք է լինի սառը։ Այո, հույզերին չպետքա տրվես գիտակցությունդ մեջ, ինչքան էլ պահը հուզական կարող է լինի։ Հաջորդը շփումը ընտանիքի հետ։ Ես որ մտնում եմ տուն, ես ինձ համար լրիվ ուրիշ աշխարհ է, ուրիշ տիեզեր կա։ Շփում ընտանիքի հետ։ Եվ ինձ ամենայն դեպս շատ օգնում են որոշակի ֆիզիկական վարժություններ, իհարկե ես վերջերս մի այդքան չեմ կարողանում, բայց լողը եթե գնում եմ լողի մի կես ժամ լողում եմ, դա կամ ինչ-որ զբոսանքը, դա ցրում է եւ իհարկե շատ ցրում է երաժշտությունը։ Կլասիկա, ջազ, լավ պապսա, լավ, գեղեցիկ։ Միջալուց հետաքրքիր բան ասեմ, այդ պապսայի եւ կլասիկայի այդպիսի խումբ կա, հին ռուսական խումբ, դիսկոտեկա ավարիա։ Իրանց լավագույն երգը Բախի լավագույն ստեղծագործության վրա գրված երաժշտությունը։ Երաժշտությունը մի փոքր ժամանակակից են սարքել, Bach, Ot, Air այդ ստեղծագործությունը այնտեղ դարձել է, если можешь остаться, останься просто так. Ֆավորիտ նկարիչ Այվազովսկի, ֆավորիտ նկարիչ, որ իրանից են կոմ, ինչպես են կծովը նկարել ես, դա Աստծո կողմից իջեցրած լույս է իրա վրա, ինչպես է ծովը նկարում։ Ինչ թվում է Մինաս պետք է։ Դա Չգիտեմ ինչի սենց գործել։ Մինասի հետ ես անձնապես ծանոթ եմ եղել։ Իր հետ անձնապես ծանոթ եմ եղել եւ իմ տանը Մինաս կա երկու։ Մի հատ գրաֆիկա է եւ մի հատ յուղաներկ։ Վան Գոգը ֆանտաստիկ բոլոր այդ նկարիչները, ովքեր որ հասել են մակարդակի, դրանք այլ տիեզերքում են ապրել։ Մերը չեն։ Նրանք այլ մոլորակայիններ են եղել կամ Աստծո լույսն է իրանց վրա իջած եղել, չգիտեմ, Միքելանջելո եւ բան Գաուդի, Անտոնիո Գաուդին։ Ամեն ինչ պետք է անել արվեստի մակարդակով։ Ու համաձայն եմ Չեխովի հետ, որ գեղեցիկ բրկի աշխարհը։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Առաջի որոշումը, որ հանրային առողջության ձևակերպում, ինչ բան է հանրային առողջությունը, ինչից է դա կասված, բաղկացած, դա մեր բոլորի առողջության հանրագումարն է, ում է պատկանում այդ հանրային առողջությունը, դա պետության սեփականությունն է հանրային առողջությունը, ես չեմ կարող ասել, որ իմ կյանքն է եւ իմ կյանքին վնաս եմ տալիս, իմ առողջությունն է, ես կարող եմ իմ առողջությանը վնաս տալ, ոչ,
իմ կյանքով եւ իմ առողջությունը ոչ միայն իմն է, դա նաեւ մեր հանրությանն է, մեր ազգինն է։ Ումա պատկանում դա պետությանն է պատկանում, ով է դրա մոդերատորը, աշխատացնողը, դա առողջապահության նախարարությունն է, աշխատացնողը, հետևաբար առողջապահության նախարարությունը դրանով իսկ հնարավորություն է ստանում շատ լուրջ լծակներ ունենալ ընդհանրապես բուժական գործընթացի վրա եւ հսկողական եւ կառավարչական եւ ուղղորդելու եւ այլն։ Այսօր ցավոք նախարարությունը ընդհանրապես մինչեւ հիմա չի ունեցել, այսօր էլ չունի։ Առաջինը դա։ Երկրորդը դա որակական առողջապահական բուժօգնության որակական խնդիրներն են, որ ի տարբերություն զարգացած բարձր զարգացած երկրների, որ իրանց եւ կենտրոնական մայրաքաղաքային հիվանդանոցներում եւ զինվորական կենտրոնական հոսպիտալներում եւ գյուղական ծայրամասերում գտնվող գյուղական վայրերում բժշկության մակարդակը մոտավորապես նույնն է կամ նույն օրբիտայում է գտնվում, մի թեթև տեխնիկական տարբերություններով, մեզ մոտ ցավոք սրտի շատ տարամետ են այդ մակարդակները եւ չի կարելի ասել, որ Երևանի լավագույն հիվանդանոցներում եւ սիմվոլիկ ասած X գյուղի X գյուղական հիվանդանոցում բուժման մակարդակը որակը նույնն է։ Երկրորդը դա է, պետք է կարողանալ դա ուղղել եւ երրորդը դնել ճիշտ համամասնություն ֆինանսական, ճիշտ ֆինանսական քաղաքականություն վարել։ Չի կարող պատահի այսօր ենթադրենք, այսօր ամենահասարակ օրինակն ասեմ, ապենդեկտոմիան, որդանման ելունի հեռացումը 5 տարեկան կամ երեխաների այդ տարիքային սեգմենտում չի կարող ավելի թանկ լինել, քան մեծահասակների մոտ, իրան նյութածախսի հետ կապված, ամեն ինչի հետ կապված։ Պետք է համամասնություն չկա ֆինանսական բաղադրիչում, ես գլոբալ եմ ասում, համամասնություն չկա եւ դա երբեք չի եղել։ Քավլիցի ես ներկայիս նախարարությանը չեմ քննադատում դրանով։ Ես ասում եմ բաներ, որ երբեք չի եղել ու պետք է անել։ Հիմիկվա երիտասարդները շատ լավն են, շատ լավն են, շատ խելացի են, շատ կրեատիվ են, ամենամեծ առավելությունը հիմիկվա երիտասարդների, այսօրվա երիտասարդության, որ իրանք իրենց ձեռքում ունեն գիտելիքի աղբյուր, դա դեռևս 2000-ականների սկզբին ասել էր Սադովնիչին, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ռեկտորը, որ մինչև այդ ժամանակահատվածը գիտելիքի կրողը դա դասախոսն էր, հիմա արդեն դասախոսը դարձել է ոչ թե գիտելիքի կրող, որտեղ այդ գիտելիքները ամեն մեկ իր լապտոպում եւ իր այդ բանում ունի, ոչ թե գիտելիքի կրող է դարձել դասախոսը, այլ դարձել է գիտելիքի կանոնավորող, կանոնակարգող, մոդելավորող, կարող համակարգող, ոչ թե գիտելիք տվող, գիտելիքը կա, դրա մեջ կարող ես կարդալ, ուղղակի կարող ես ճիշտ չընկալել։ Այ ամենամեծ առավելությունը ներկայիս երիտասարդների, որ իրենք իրենց ձեռքի տակ ունեն գիտելիք, գիտելիքի աղբյուր, իրենք պետք է կարողանան այդ աղբյուրից հանել եւ յուրացնել դա, բայց դրա հետ զուգահեռ կա նաեւ մի հատ մեծ թերություն, որ այդ գիտելիքի աղբյուրը
այդքան ունենալով հանդերձ իրենց ստացած, ընկալած, իրենց մեջ ներդրված գիտելիքները մակերեսային են, այդքան խորը չեն։ Բայց ինչևէ դա էլ ժամանակի պահանջ է, ինչևէ դա էլ այն է, ինչ որ այսօր մեր հասարակությունը ընկալում է, ընդունում է, դա էլ այսօրվա ձևն է։ Աթեիզմ եւ հոգեվոր այդպիսի բաներ, ինչ բան է աթեիզմը, ես այդ դեպքում այսպիսի հարց եմ տալիս, իսկ ինչ բան է լռությունը եւ կա արդյոք լռության չափման միավոր։ Չկա։ Իսկ ինչ բան է խավարը։ Կա արդյոք խավարի չափման միավոր, էլի չկա։ Խավարի եւ լռության չափման միավորը լույսի եւ ձայնի բացակայությունն է։ Աթեիզմը, անհավատությունը, դա հոգևոր արժեքների, հոգևոր կյանքի բացակայությունն է։ Մի հատ լավ կատակ կա, չէ՞, ասում է ֆեմինիզմը մինչև առաջին իսկական տղամարդու հետ հանդիպումն է։ Ալտրուիզմը բաժանել բոլորին, մինչև առաջին լուրջ կապիտալի ունենալն է։ Իսկ աթեիզմը մինչև ինքնաթիռում առաջի լուրջ տուրբուլենտությունն է։ Երբ որ արդեն համար անկնող ինքնաթիռում միակ բանը, որ կարող ես անել, ասել Աստված օգնիր փրկին։ Ընդհանրապես ժամանակակից բժշկության մեջ կա այդպիսի գաղափար, ինչպես որ, այսպես ասած, այդ պրոտոկոլներն են։ Իմ խորին համոզմամբ այդ պրոտոկոլները մտցվել են նրա համար, որպեսզի սահմանափակեն որոշ բժիշկների ոչ իրավաչափ կամ ոչ բժշկական կամ չափազանց մեծ շեղումները բժշկական գործունեությունից։ Իրանք, այսպես ասած, անձիհիմար համակարգ է, ավելի շատ այդ պրոտոկոլները, որ ասում են, կամ գայդլայնները ընդունելի են, բայց պրոտոկոլները անձիհիմար համակարգ է։ Բնականաբար բժիշկը պետք է ունենա իր իմպրովիզացիոն մտածելակերպը, բժիշկը պետք է տեսնի իրավիճակը գնահատի եւ իրավիճակային լուծումներ գտնի։ Անկամ եթե դա այդ իրավիճակային լուծումները չի համապատասխանում այն իլե այսպես ասած գայդլայններին կամ պրոտոկոլներին, ինչ որ տրվում է։ Ես օրինակ բերեմ 96-97 չէ, ներողություն, մի քիչ ավելի ուշ, 97 թվականներ հիվանդի մոտ մինչև վիրահատությունը ռելաքսանտից անզգայացման նարկոզի, այսպես ասած, սկզբում ռելաքսանտից սրտի կանգ գնաց, մենք սկսեցինք ռեանիմացիոն միջոցառումները, բավականաչափ երկար տևեց, մոտ 40 րոպե տևեց այդ ռեանիմացիոն միջոցառումները, ի վերջո կարողացանք հիվանդին հետ բերել, սիրտը աշխատեց եւ այլն, 2 օր այդ հիվանդը մնաց ռեանիմացիայում, վերջնական 2 օր մենք տուն չգնացինք, անեստեզիոլոգը ես խումբը, երրորդ գիշերը նստած անեստեզիոլոգի նայում ենք, թե ինչ են կարել հաշվարկում, ասեց շատ գրագետ անեստեզիոլոգ էր, Զարգարյան Աշոտ, երջանկահիշատակ ներկայումս, ասեց դու տեղյակ ես, որ մենք ատրոպինը 10 անգամ պերիդոզ ենք արել, գերազանցել ենք թույլատրելի դոզան, չափաբաժինը, 10 անգամ, ու հետո ինքն էլ պատասխանեց, այդ դրա շնորհիվ էս հիվանդը կենդանի մնաց։
այդ ատրոպինով մենք կարողացանք իրան հանել։ Եթե լիներ այն երկրներում, որտեղ շատ խիստ աշխատում են այդ ֆրեյմները, իրանք կգրեին ֆրեյմ համար 1 օգտագործեցինք չոքնեց, համար 2 օգտագործեցինք չոքնեց, համար 3 ֆրեյմ օգտագործեցինք չոքնեց եւ անդը բարեհաջող մահացավ։ Բայց երբեք ոչ ոք իրավիճակից ելնելով չէր գնա այդ ռիսկի, որ 10 անգամ ավելի շատ գերազանցեր թույլատրելի չափաբաժինը որևէ տեղի։ Բնականաբար պետք է բժիշկը ունենա իմպրովիզացիոն մտածելակերպ։ Անում եմ ես շատ թե քիչ, այո, անում եմ բավականաչափ շատ, նենց չի, որ ինքս ինձ սահմանափակում եմ իմ մտածածը այդ պահին իրագործելու մեջ, որովհետև բժշկությունը նույնն է ինչ որ կյանքը եւ երբեմն լինում են ոչ ստանդարտ իրավիճակներ, որոնց լուծման մասին ոչ մի գրքում գրված չի։ Չկա այդպիսի դասագիրք, որ ամբողջ բժշկությունը ինչ բոլոր հնարավոր բարդություններով, հնարավոր ելևէջներով, հնարավոր դեպքերով, իրավիճակներով գրված է։ Դու պետք է այդ ժամանակ վերցնես քեզ վրա։ Տես Արմեն Չարչյան, մարդ, հայ, քաղաքացի, բժիշկ, Աստծո արարած։ Այդ 5 բաները, որ բնութագրում է։